Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ միջազգային agent Մենուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ, որ կանչել։ Փաշինյանը այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ ապրիլի 1-ից թոշակառուների թոշակը 10,000 դրամով ավելանալու է եւ դա հիմնականում ցածր թոշակ ստացողներին է վերաբերում, իսկ բարձր թոշակ ստացողներին շատ քիչ կավելանա։ Դուք արձագանքեցիք, Հայաքվեն նկատի ունեմ, որ այս ամենը ձեր աշխատանքի արդյունքն է, քանի որ տևական ժամանակ է սեպտեմբեր ամսից դուք խոսում եք այն մասին, որ թոշակները հնարավոր է բարձրացնել։ Այդ մասին նաեւ խոսեց մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը եւ այս հարցին անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ասում է մի հատ հավաքվեք, որոշեք թե որ մեկը դա է ստիպել մեզ, որ թոշակները բարձրացնենք։ Ամեն դեպքում դուք կարծում եք, որ ձեր այսպես աշխատանքի արդյունքն է այս ամեն ինչը եւ ինչու որոշվեց այսպես հապշտապ արագ կարգով թոշակները բարձրացնել, քանի որ Փաշինյանն ասում էր, որ իրենց ծրագրերում դեռևս չկա եւ այդ 10,000 դրամը թոշակառուի կյանքում ոչինչ չի փոխի։ Կառավարության աշխատակազմի ղեկավարը դեռ համալսարանի արաբագիտության ամբիոնի դասախոս եղած ժամանակ իրեն չէր արդարացնում որպես արաբագիտության ամբիոնի դասախոս եւ այս վիճակով էլ նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավարն է, իր ողբերգությունն է իհարկե այդ ամենը։ Հայաքվեն դեռևս իշխանության չեկած նրա ծրագրերը աշխատում են։ Ես ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերին դեռևս մենք հայտարարեցինք կենսաթոշակները 50%-ով բարձրացնելու մեր ծրագրի մասին, շատ հիմնավոր կերպով ցույց տալով հիմնավորվածությունը եւ ցույց տալով փողի տեղը։ Մեզ սկսեցին ծաղրել իշխանության ներկայացուցիչները, ասացին նախ եւ առաջ, որ այդ 10,000 թոշակները բարձրացնելու պարագայում թոշակառուները չեն իմանալու թե ինչպես ծախսեն այդ թոշակը, 10,000 դրամը օրինակ չեն իմանալու տատիկ պապիկները ինչպես ծախսեն։ Իսկ օրինակ էկոնոմիկայի նախարարը, սոցիալական ապահովության նախարարը ասում էին, որ փող չկա բյուջեում, ինչպես բարձրացնենք, դա մի ամիս առաջ էր։ Ու հետո ինչպես պարզ երկնքում ամպրոպը պայթեց, այնպես էլ այսօր Փաշինյանը հայտարարեց, որ մի ամսից հետո բարձրացնելու ենք կենսաթոշակները։ Բա այդ փողը այդ ինչ հրաշքով հայտնվեց։ Բնականաբար մեր վարկանիշից վախենալով, մեր աճող վարկանիշից վախենալով այդ քայլին գնացին բարձրացրեցին։ Եվ այս պայքարը մենք հետևողական տարանք ամիսներ շարունակ, եւ սա նաեւ մեր ժողովրդի պայքարն է, որովհետեւ մենք միայնակ չտարանք, տասնյակ հազարավոր մարդիկ մեր հանրագրին միացել են եւ սա իշխանություններին հայտնի է, այնպես որ սա ձեր պայքարն է, ձեր պայքարի հաղթանակն է, սիրելի ժողովուրդ, եւ մեր ճնշման արդյունքում սա տեղի ունեցավ, բայց սա հարցի մակերեսային լուծում է, սա հարցի ամբողջական լուծում չէ։ Սա նախընտրական փրկողակ է, սա ոչ թե ժողովրդի մասին, թոշակառուների մասին մտածելու արդյունքում արված ճիշտ քայլ է, այսա պարզապես նախընտրական կաշառք փրկողակ է, հարկատուների միջոցով, հարկերի միջոցով առանց բյուջեում պլանավորելու այդ մասին խոստանալ կենսաթոշակ, նախընտրական փրկողակ է ընդհանրապես ոչ թե համակարգային լուծում մեր տատիկ պապիկների։ Ինչով է պայմանավորված այդ ամեն ինչ, այսինքն իրենք վախեր ունեն, որ կարող են չընտրվել եւ տարբեր նման գործողությունների են գնում, որպեսզի սիրաշահեն ժողովրդին։ Կա այդ անհանգստությունը իրենց մոտ։ Իրենք տեսնում են, որ ժողովուրդը եւ մեր կենսաթոշակառուները, որոնց թիվը շատ մեծ է, մոտ 500,000, լավ էլ հասկանում են եւ մենք այդ ամենը մենք ցույց ենք տվել ամբողջ ընթացքում։ Այդ փողի տեղը ցույց ենք տվել եւ ասել ենք, որ հնարավոր է 2 տարում բարձրացնել 50%-ով եւ ամեն տարի իրականացնել ինդեքսավորում։ Մենք ցույց ենք տվել, թե ինչքան շատացել է, եռապատկվել է վարչապետի պահուստային ֆոնդը, դա կառավարության պահուստային ֆոնդ չի, փաստացի վարչապետի պահուստային ֆոնդ է, որ այդ ֆոնդից իրենք տարբեր աղոթքի նախաճաշեր են անում, տարբեր ծրագրեր են անում զուտ վարչապետի քաղաքական հեղինակությունը բարձրացնելու համար, որ ռեպրեսիոն ապարատին ուղղված ծախսերը եռապատկվել են, բազմաթիվ ծախսեր էսպիսով, տնտեսական աճը անհամաչափ է բաշխվում, այդ մարդկանց շատ քիչ է գումարներ հասնում տնտեսական աճից եւ մենք հստակ ցույց ենք տվել դրա տեղը։ Իսկ այսօր իրենք ինչ են անում, այսօր իրենք ընդամենը 10,000 դրամով ասում են, որ կբարձրացնենք եւ դրանով փաստորեն լուծում չի տրվում, հիմնարար լուծում չի տրվում։ Մենք ասում ենք, որ 50%-ով պետք է բարձրացնենք, որպեսզի ապահովվի մինիմալ սպառողական զամբյուղը։ Դուք դրանով չեք անում, սպասեիք թող գար ընտրություններից մի քանի օր առաջ, ընտրություններից մի քանի օր առաջ բարձրացնենք, էֆեկտը ավելի այդպես վաու էֆեկտ կլիներ։ Բայց ինչի չեք անում։
Հասկանալի է, Այսինքն որ ավելի շուտ կարող էին, բայց հիմա արեցին։ իհարկե իրենք պետք է դա Փաշինյանը դա բյուջեի բացատրում է, մեջ- որ տնտեսական աճով է պայմանավորված։ Տնտեսական աճը երբ են կարողանում հաշվել։ Բյուջեի մեջ պետք է տեղավորեին, բյուջեի մեջ պետք է հատկացնեին այդ, պետք է հասկանային, չէ՞, մենք սեպտեմբերին դեռևս ցույց էինք տալիս այդ ամեն ինչը։ Պետք է բյուջեի մեջ նախատեսեին համապատասխան տողը եւ այո, քաջություն ունենային ասելու, որ գիտեք, մենք մեր առաջնահերթությունները լավ չենք կարողացել ֆինանսական առումով բաշխել եւ հիմա վերաբաշխում ենք եւ մեր թոշակառուների գումարները ավելացնում ենք։ Իրենք դա չեն արել, բայց իրենք նաեւ տեսել են, որ ընդդիմադիր պայքարը աճում է, որ մեր թոշակառուները գնալով այս ամեն ինչը հասկանում են եւ վրդովված են եւ մենք էլ ճշմարտության խոսքը ասում ենք եւ վախենալով այդ ամեն ինչից դեռևս մենք այսպես նոր առաջին քայլերը կատարելով եւ քաղաքական հայտը ներկայացնելով տեսնում ենք, որ շատ լավ աշկերտները վախեցրել ենք եւ նաեւ դրանով է պայմանավորված ու իմ արձագանքն էլ բնականաբար այդպիսին էր, որ իսկապես սա խաբեություն է, սա բան չի, եթե բարձրացնող էր, դու պետք է այդ մասին նոյեմբերին, դեկտեմբերին տեղյակ պահեիր, որ բարձրացնում ես։ Բայց ինչու եք վստահ, որ նրանք վախեցած են, մտածում են, որ դուք ընդդիմությունը այսպես միավորվելու է եւ մեծ ուժ է իրենից ներկայացնելու, ինչով եք դա պայմանավորում, որովհետեւ իրենք այլ բաներ են խոսում, ասում են ժողովուրդը չեն գնալու եւ ձայն չեն տալու, զրո ձայն են տալու եւ մենք ենք հաղթանակ տանելու։ Դուք ինչ եք մտածում, իրենք ասելու են, որ մենք վախենում ենք ընդդիմությունից։ Այդ իրենց գործերից, իրենց քայլերից է երևում իրենց վախը, իրենց խոսքերից չի երևում։ Բայց արդյոք Իրենք ընդդիմությունը այնպեսի քայլեր առյուծ են ճղում, իրենք էկրանների հետևին առյուծ են ճղում, բայց գործնական դաշտում գործի մեջ իրենք անգամ մկնիկ չեն կարողանում տշել։ Իսկ ընդդիմությունը արդյոք իսկապես ներկայացնում է այդ ուժը այսօր, այսինքն այնպիսի ձևակերպումներ կան, այնպիսի կազմակերպվածություն կա, որ դա կարող է անհանգստացնել նրանց։ Դե ես ամենայն դեպս Որովհետեւ մի քանի ուժ է խոսել ընտրությունների մասնակցելու մասին, համախմբան հնարավորության մասին, առանձնապես հայտնի չէ թե ինչ է լինելու։ Դուք եւս չեք ասել, ասեք ապրիլ ամսին հայակվեն կհայտարարի։ Կոալիցիա կազմում է որևէ ուժի հետ, միավորվում է թե ոչ ավելի ճիշտ։ Ոչ թե միավորվում է թե ոչ, մենք անպայման ենք միավորվելու, մենք անպայման այնպես ենք անելու, որպեսզի արդյունավետ միավորում լինի եւ մեզնով նաեւ ուժային կենտրոն ձևավորենք։ Առնվազն, այսինքն մի հատ ուժային կենտրոնի մեջ մենք կարևոր դեր ենք ունենալու եւ այդ ուժային կենտրոնը հույս ունենանք, որ ավելի կաճի, կընդլայնվի եւ մեր շատ Այսինքն ձեր շուրջը պետք է համախմբվեն։ Մեր շուրջը նկատի ունեմ ոչ թե միայն հայակվեի շուրջը, այլ մի այդպիսի ձևաչափի շուրջը, որտեղ հայակվեն կենտրոնական նշանակություն պետք է ունենա, կենտրոնական նշանակություն ունեցող կառույցներից մեկը կլինի եւ այդ կորիզի շուրջ, այո, ես ակնկալում եմ, որ կլինի հասարակական, քաղաքական նորմալ համախմբում, որը կաշխատի եւ մենք լիահույս ենք այդ ամեն ինչին եւ իրենք էլ տեսնում են դա եւ անհանգստացած են։ Բայց իհարկե, որովհետեւ այս պարագայում նախկիններ ասելով էլ իրենց այդ ոչ մեկ էլ չի լսելու։ Ինչ տեսնելու են, չէ՞, որ ասենք իրենք այս քանի տարի նախկին ասացին, բայց հիմա իրենց դեմ կանգնած են մաքուր կենսագրություն ունեցող մարդիկ, կյանքում արած դրած մարդիկ, հետագից ունեցող մարդիկ, գաղափարներ ունեցող մարդիկ, ինտելեկտուալ բագաժ, կրթական ցենզ, տարիք, լրջություն, խոհեմություն, պատասխանատվության զգացում, իրենց ապրածով ապացուցած այսպիսի մարդիկ կան իրենց դեմը, իրենք չեն կարող անդադ ասեն նախկին թալան էլ չեն կարող ասել։ Իսկ այդ որ ասում են թույլ չենք տալու, որ Գյումրու սցենարը լինի, ինչպես թույլ չեն տալու։ Կարծում եք, տեւե երեք Ռուբեն Ռուբինյանը բացատրում է, որ ժողովրդին նկատի ունեն, որ թույլ չեն տալու, բայց այդ Գյումրու սցենարը ասելով իրենք ինչ են հասկանում եւ ինչ են այդքան վատ ներկայացնում, որ անօրինական գործողությունը ինչ է։ Որովհետև իրենք բռնապետներ են եւ իրենք ուզում են մինչև վերջ բռնազավթել պետական իշխանությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովին կարգադրել, որ չգրանցի, դատախազությանը կարգադրեն, որ քրեական գործեր հարուցեն, քննչական կոմիտեին կարգադրեն, իրենց գրպանային ինչ-որ դանոսչիկներին ներողություն արտահայտությանս համար կարգադրեն, որպեսզի զրպարտություններ, բաներ տան, մատնություններ տան։ Էս է իրենց գործիքակազմը սա է մնացել, օգտագործելով պետական ապարատը, ուժային կառույցներին, դատաիրավական համակարգը, իրենց ձեռքին մնացել է միայն այս գործիքը։ Եվ դրանով են իրենք ոգևորված եւ դրանով են իրենք հույս փայփայում, որ թույլ չեն տա այս լինի, թույլ չեն տա այն լինի, իրենք ովքեր են, որ թույլ տան կամ թույլ չտան այս լինի, եթե ժողովրդի կամքը արտահայտվում է, եթե ժողովուրդը ուզում է, որ մենք առաջ գնանք,
Եթե ժողովուրդը մեզ վստահում է եւ մենք դա տեսնում ենք པարս, եւ հենց ժողովուրդը մեզ վստահեց եւ կոնկրետ այդ հարցում իր ձայնը բարձրացրեց եւ դա ստիպեց իրեն, որ այսօր այդ հայտարարությունն անի առնվազն կենսաթոշակները բարձրացնելու առումով, իրենք դա շատ լավ տեսնում են եւ իրենց հույսը լինելու է այո։ Բայց մենք այդ հարցով չենք կարող առաջնորդվել, որ իսկապես կարող է ժողովուրդը շատ ձայն տալ։ Միայն այդ հարցով չէ, իհարկե միայն այդ հարցով, բայց մենք միայն այդ ծրագրով չէ, որ հանդես ենք գալի։ Դա մեր կենտրոնական թեզերից մեկն է իհարկե, շատ լավ փաստարկված, շատ լավ մտածված եւ մշակված, մեր կենտրոնական թեզերից մեկն է դա, բայց մենք միայն դրանով չէ, որ քաղաքական հայտ ենք ներկայացրել։ Մենք առաջին հերթին տարբեր ոլորտներին առնչվող հարցեր կան, նախ կրթության հետ կապված անդրադառնանք, որի մասին դուք խոսեցիք։ Դուք առաջարկներ եք ներկայացրել նաև կրթության ոլորտում փոփոխությունների, ըստ որի 5 տարում կվերակենդանացնեք գիտությունը, քայլ առ քայլ եռապատկելով պետական հատկացումները, քանի որ հիմա կրիտիկական կետում է նշել եք եւ մեզ պետք է 7000 գիտաշխատող, քանի որ հիմա ունենք ընդամենը 3000-ը։ Ինչպես է դա իրականացվել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Գիտության անվտանգության ցուցանիշ գոյություն ունի մարդկանց թիվ, բնակչության թիվ հարաբերած գիտաշխատողների թվի վրա։ Եվ երբ որ նայում ենք Հայաստանի ցուցանիշը, մենք գտնվում ենք այնպիսի մի կետում, որ դրանից ավելի պարագայում գիտությունը սկսում է անդառնալիորեն քայքայվել գիտական համակարգը։ Այսինքն մենք այսօր ունենք 3000 գիտական աշխատող։ Մինչդեռ նորմալ ինքնավերարտադրվող համակարգ ունենալու համար առնվազն կրկնապատիկը դեռ մի բան էլ ավելի 7000 գիտաշխատող պետք է ունենայինք։ Այստեղ իհարկե խնդիրը միայն քանակական ցուցանիշը չի, նաև որակական ցուցանիշն է, որակական ցուցանիշն է, բայց երբ որ նաև հաշվի ենք առնում, որ այդ մեր գիտաշխատողների մի զգալի մասը, մոտավորապես 40%-ը 65 տարեկանից ավելի են, կենսաթոշակային տարիքի են, եւ միջին տարիքի ավելի շատ էներգիա, պատրաստվածություն ունեցող, նաև կառավարման որոշակի հմտություններ ունեցող հատվածը քիչ է, այստեղ մենք լուրջ խնդրեմ ենք տեսնում։ Լուրջ խնդրեմ ենք տեսնում, որովհետև այդ տարիքի խումբը մարդկանց գիտնականների չի կարողանում գիտության վաստակով միայն արժանավայել ձևով ընտանիք պահել եւ ստիպված է լինում կամ գիտությամբ քիչ զբաղվել, ձեռքի հետ զբաղվել, ուրիշ բանով զբաղվել, կամ էլ պարզապես չզբաղվել գիտությամբ։ Իսկ այսօր գիտությանը տրվում է մեր համախառն ներքին արդյունքի պակաս քան 1/3-ը 0.3% է մոտավորապես կազմում։ Եվ եթե մենք ուզում ենք ունենալ վերականգնվող, վերակենդանացող գիտական համակարգ, մենք պետք է եռապատկենք մեր համախառն ներքին արդյունքի 1%-ը պետք է տանք։ Հիմա դուք կասեք բյուջեն բեզռազմեր չի կամ անսպառ չի, դուք շատ ճիշտ հարց կբարձրացնեք, բայց կրթությունը եւ գիտությունը այն կարևորագույն ոլորտներն են, որտեղ կարելի է ներդնել անգամ պարտքով փողը, որովհետեւ կրթությունն ու գիտությունը բարիք ստեղծող, տնտեսություն ստեղծող, իրականություն ստեղծող, անվտանգություն ստեղծող ոլորտներ են։ Շատ երկրներում, օրինակ, ասենք կրթության եւ զարգացման նախարարություն կա, գիտության եւ զարգացման նախարարություն կա։ Կրթությունը եւ գիտությունը զարգացման հետ առնչվող բաներ են։ Այստեղ արված ներդրումը կարող է մի տարի հետո չի տալիս իր վերադարձը, հա, իր արդյունքը, այլ կարող է 5 տարի հետո կամ 10 տարի հետո է տալիս, բայց անպայման անհրաժեշտ է։ Պետք է ներդնել գումարը ոչ թե նրա համար, որպեսզի ինչ որ պաշտոնյաներ անհասկանալի աշխատանքի համար ստանան տարեվերջին 7 միլիոն դրամ պարգևավճար, պետք է ներդնել են գումարները պետական պարտքը նրա ոչ թե նրա մեջ, որ ինչ որ բերետավորներ ծեծեն մարդկանց եւ դրա համար այդ թվում մտավորական մարդկանց ծեծեն եւ դրա համար պարգևավճար ստանան, այլ պետք է ներդնել այո կրթության եւ գիտության մեջ։ Եվ ես նորից եմ ասում, այն գումարները, որոնք բաշխվում են տարբեր ոլորտների, այդ տարբեր ոլորտների բաշխվում են հիմնականում իրենց իշխանությունը պահելու համար։ Մենք դրանք վերաուղղորդում ենք պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ եւ առաջին հերթին գիտության եւ կրթության ոլորտը։ Նաև նշել եք, որ 65000 ուսանող կա եւ եթե պետությունը ամեն տարի 5000-ին ուսման վարձի փոխհատուցում իրականացնի, ապա փուլ առ փուլ անվճար կրթությունը կարող է իրականություն դառնալ։ Այո, խոսքը պետական բուհերի մասին է։ Այսօրվա գործող օրենքով մասնավոր բուհ չի լինելու, որը սահմանադրական կարգի խախտում է։ Իսկ մենք չեղարկելու ենք այդ օրենքը, օրենքի այդ հոդվածները եւ թույլ ենք տալու, որ նաեւ մասնավոր բուհեր լինեն։ Մասնավոր բուհերը իրենց կյանքը կարող են կազմակերպել, տնօրինել ինչպես որ կցանկանան, բայց պետական բուհ նշանակում է, որ այնտեղ գործում է պետության կողմից լիցենզավորված կրթական ծրագիր, որը իր մեջ պարունակում է պետական գերակայությունները, այսինքն պետությունը ինքը պատկերացնում է, թե ինչ մասնագետ է իրեն ամենաշատը անհրաժեշտ, ու դրա համար պետությունը փող է տալիս, պատվեր է տալիս։ Այսօր ես կարծում եմ, եթե օրինակ ես լինեի պետության մարդը, այսպես ասած, ես կպատկերացնեի, որ օրինակ մեր
երկրին շատ են պետք մասնագետներ, որոնց աշխատանքը, որոնց արդյունքը, թողարկած արդյունքը ներդրվելու է ռազմական տեխնոլոգիաների մեջ, խելացի ռազմական տեխնոլոգիաների մեջ, հաշվի առնելով այսօրվա մեր անվտանգային ռիսկերը։ Այդպիսի տեղերի համար ոչ միայն անվճար կրթություն կլիներ, այլ նաև բարձր կրթաթոշակներ կլինեին, որ ուսանողները գային մտնեին այդ բուհերում, պետական բուհերում սովորեին ու չգնային ձեռքի հետ սուպերմարկետում կասիր աշխատեին կամ ուրիշ ասենք աշխատանքներ տանեին, այնքան որ ասենք կարողանային տան վարձ տալ կամ ուրիշ ասենք իրենց կարիքները։ Այո, այդ ոլորտի մեջ պետք է ռազմավարական ձևով մտածել։ Պետք է դրա համար պետությունը հաշվարկի, իրեն պետք է օրինակ տարեկան 100 կամ 120 դիվանագետներ։ Չէ, պետք չի։ Դրա համար ուրեմն պետք չի։ Պետպատվերը նշանակալիորեն онլայնելով եւ տեղաբաշխելով հնարավոր է ստանալ այդ արդյունքը, դա միանշանակ ես ասում եմ։ Այդպիսի ոլորտ է նաև հայագիտությունը մեզ համար, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, ոչ միայն բնական գիտությունները, որոնք որ տնտեսություն են ստեղծում, այլ նաև հայագիտությունը, որը որ մեր ազգային ինքնության պահպանման հետ է կապված։ Ես իմիջիալոց որ դիվանագետ ասացի, միջազգայնագետ, ես այդ կրթության ներկայացուցիչն եմ, ես եմ այդ ոլորտից, շատ լավ, այո, շատ լավ գիտեմ, իհարկե որ անարդյունավետ է, իսկապես ասենք անարդյունավետ է, չնայած հիմա իրենք են ուսանողներն են վարձմծում, բայց այսօր փաստորեն բուհերը գոյատևում են ուսանողների մուծած վարձերի հիման վրա, մենք ինչու ենք ասում, որ պետությունը պետք է իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը։ Եթե պետությունը չի վերցնում, պետությունը չի ֆինանսավորում, ուսանողն է ֆինանսավորում, որակյալ կրթություն չի լինում պետական բուհերում, որովհետև որակյալ կրթություն, եթե ուզում ես դու անես, դու պետք է լավ վերահսկողություն անես, չսովորողներին դուրս թողնես, բայց չսովորողներին հնարավոր չի լինում դուրս թողնել, որովհետև այդ մարդիկ են բուհը պահում, այդ մարդիկ են դասախոսի աշխատավարձը տալիս։ Այս առումով, երբ որ դասախոսը բուհը ընկնում է կախվածության մեջ ուսանողի վարձավճարից, նա չի կարողանում իր պահանջը դնել եւ իր որակը ապահովել։ Եվ դրա համար ենք ասում, եթե պետական բուհ է, պետությունը պետք է վճարի դրա համար։ Պետությունը պետք է վճարի ու պոզիտիվ մասնակցություն ունենա կրթական ծրագրերի արդյունքների մեջ, ոչ թե գնա մտնի ու ամեն ինչը վերահսկի, ռեկտորը ով ընտրվեց, ով չընտրվեց, հələ տեսնենք որ ֆակուլտետից մենք մարդ ունենք, բերենք նշանակենք կառավարման խորհրդի անդամ եւ այլն, այլ չէ, պարզապես պետական ներկայացուցիչների, պետության ներկայացուցիչների մասնակցությունը ֆակուլտետային գիտական խորհուրդներում, հա, լինի ոչ թե ձևական, այլ իրական լինի, որ օրինակ նույն արտաքին գործերի նախարարության աշխատակիցը մի հատ տեսնի, հասկանա այն կրթությունը, որ ստանում են ֆակուլտետում, իրեն, այսինքն իրեն ասած նախարարությանը, հա, պետության համար պահանջվող որակները տալիս է, թե չի տալիս եւ ինքը խորհուրդ տա, ասի, այս բանը մտցրեք, այս ծրագիրը մտցրեք, կամ սա հնացած է, կամ սա պետք չի։ Սրանում է խնդիրը։ Խոսենք մեկ այլ հայտարարության մասին, որ օրերս եղավ եւ այդպես լարված մթնոլորտ ձևավորեց, որ 229 դպրոց է փակվելու, այն դպրոցները, որոնք 100 աշակերտ ունեն, այս մասին խոսել էր ազգային կրթության խորհուրդը եւ Ժաննա Անդրեասյանը հերքեց այդ տեղեկատվությունը, ասում է, որ ամոթ է, ակնհայտ սուտ եք ասում, աշակերտի թվով ֆինանսավորվող դպրոցների հրամանը վերցրել են դրանում ընդգրկված դպրոցների թիվը, ընդ որում նույնիսկ դա էլ նորմալ չճշտելով դարձրել դրոշակ ու պնդում են, թե այդ դպրոցները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից փակվելու են։ Դպրոցների պահպանման ծախսերը շարունակաբար ավելանում են, շուրջ 130 միլիարդ դրամ ուղղվում է միայն այս նպատակին, 2018-ի համեմատ շուրջ 57%-ով ավել է։ Այս տեղեկատվության մասին ինչ կասեք, որքանով է ճշտված եւ փաստացի հերքվում է եւ սպառիչ է այս բացատրությունները։ Իհարկե ոչ սպառիչ չէ այս բացատրությունը, այս բացատրությունը հենց ինքն է մանիպուլատիվ բացատրություն, որովհետեւ գոյություն ունի իր իսկ ձեռքով ստորագրված հրաման սեպտեմբերի 11, 2023 թվական, որտեղ բոլոր այն դպրոցների ցուցակն է, որտեղ որոնք որ ունեն 100-ից պակաս աշակերտներ։ Եվ այդ 100-ից պակաս աշակերտներ ունեցող դպրոցները պետք է գնան այդ աշակերտները պետք է գնան այն դպրոցները, որտեղ որ ավելի շատ աշակերտներ կան եւ այսպես կոչված կենտրոն դպրոցներ են լինելու։ Այդպիսի դպրոցների թիվը 3 տարի առաջվա դրությամբ 231-ներ, հետո այդտեղից մի 3 կարծեմ դպրոց, 3 թե 4 դպրոց այդ ցանկից հանվել է 100 աշակերտ ունենալու պարագայում։ Այսինքն եթե դու ունես 101 աշակերտ, պահպանվում ես, եթե դու ունես 99 աշակերտ, լուծարվում ես։ Սա ինչ տրամաբանություն է, ես չեմ հասկանում։ Այն պարագայում, երբ որ շատ մեծ հարված են ստանում գյուղերը, որովհետև այդ դպրոցների 230 դպրոցներից 215-ը առնվազն այնպիսի բնակավայրեր են, որտեղ 2 դպրոց չկա։ Այն մնացած 15 բնակավայրերում էլի դպրոցներ կան։ Օրինակ ասենք 1-2 քաղաքային Քաջարան եւ Ալավերդի
քաղաքները կան, որտեղ էլ դպրոցներ են փակվում, օպտիմալացվում են այսպես կոչված, բայց այնտեղ ուրիշ դպրոցներ էլ կան, այսինքն էլի այլընտրանքային հնարավորությունը կա։ Իսկ կոնկրետ գյուղերի հետ կապված, այն գյուղերի, որոնք որ հարևան գյուղերից բավական մեծ հեռավորության վրա են գտնվում, այդ գյուղերի դատարկման վտանգ է սպառնում։ Այդ ուսուցիչների աշխատանքի կորուստի վտանգ է սպառնում ոչ միայն ուսուցիչների, այլ նաև ուսումնաօժանդակ կազմի աշխատանքի կորուստի վտանգ է սպառնում եւ դա բերելու է գյուղերի դատարկմանը։ Մեզ համար կարևոր է ունենալ պահպանել գյուղերը, թե կարևոր չէ, կարծում եմ, որ կարևոր է, այսինքն եթե խնդիր կա, ոչ թե խնդիրը լուծում են հիմքից տնտեսական զարգացում ապահովելով, բարձր լեռնային գյուղերում, հատկապես սահմանամերձ շրջաններում բիզնես գործունեություն ծավալելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելով, գյուղատնտեսությունը սուբսիդավորելով, որպեսզի գյուղացին իր 1 լիտր կաթը չծախի ավելի էժան, քան 1 լիտր ջերմուկն արժի, հա, փոխանակ այդպիսի գյուղատնտեսության սուբսիդավորում իրականացնեն կամ այլ արտոնյալ պայմաններով տնտեսական գործունեության համար ծրագրեր իրականացնեն եւ դրանով պահեն գյուղերը եւ հատկապես սահմանամերձ գյուղերը, սա է մեզ համար ռազմավարական նշանակության։ Իսկ այսօր սահմանամերձ 55 բնակավայր կա Հայաստանի Հանրապետությունում, որտեղի միակ դպրոցները փակվում են։ Սյունիքի ու դրանց կեսը այդ փակվող սահմանամերձ բնակավայրերի կեսը Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերն են։ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերն են, որը որ մեզ համար իհարկե համեմատություն ենք անել, բայց ամենակրիտիկական նշանակություն ունեցող մարզն է։ Մեր երկրի աշխարհաքաղաքական կշռի տեսանկյունից ամենակրիտիկական նշանակություն ունեցող մարզն է։ Եվ Սյունիքի մարզը Հայաստանի բոլոր 10 մարզերի մեջ, երբ որ նայում ենք ժողովրդագրության վիճակագրությունը, վերջին տարիներին ամենաշատ արտահոսք ապահոված, այսինքն ամենաշատ մարդիկ Սյունիքի մարզից են դուրս եկել։ Հատկապես Արցախի հանձնումից հետո, մանավանդ Գորիսի տարածաշրջանում շատ վատացել է վիճակը։ Մարդիկ իրենց, քանի որ Արցախ գնացող եկող չկա, այսինքն այդ հատվածը ավելի է տնտեսական վիճակը վատացել, Կապանի հետ կապն է այդպես կտրվել, քանի որ թշնամին այնտեղ կենտրոնացած է, այդտեղից մարդիկ իրենց բիզնեսները հանում են, բերում են Երևան։ Իմ աչքով եմ դա ես տեսել, հա, ու այս պարագայում փոխանակ ժողովրդագրությանը օգնելու, փոխանակ ամեն ինչ անելու, որպեսզի սահմանամերձ համայնքներում կյանքը սկսի եռալ, անում են ընդհակառակը։ Իրարից 100, չգիտեմ, մի քանի կիլոմետր, 10 կիլոմետր հեռավորության վրա գյուղերից միակ դպրոցը, երբ որ դու հանում ես, ասում ես ավտոբուս կտամ, ծնողների համար ստրես է։ Իր երեխային ճանապարհում է դպրոց, փոքր երեխային, մեծ երեխային, փոքր երեխան 4 ժամ է դասանում, մեծ երեխան 7 ժամ է դասանում, հիվանդանում է երեխան, տարբեր ժամերի են լինում, հիվանդանում է, սովածանում է, չգիտեմ, չիշիկ է անում տակը, հա, ասենք 1000 ու մի հարցեր կան, որ ասենք իսկապես չի լինում այդպես։ Դա այսինքն այս ամեն ինչը բերում է նրան, որ կամ ընտանիքները դուրս են գալու այդ գյուղերից, իսկ մեզ համար հատկապես այդ տեսանկյունից բարձր լեռնային ու առավել եւս սահմանամերձ գյուղերի դատարկումը, սա ինչ ասեմ, ազգային անվտանգության սուր խնդիր է։ Խոսենք նաև արտաքին քաղաքականության թեմաներով։ Հետաքրքիր է ձեր տեսակետը J.D. Vance-ի այցի հետ կապված, արդյոք նրա հայտարարություն ուղիղ միջամտություն չէր ընտրություններին եւ առասարակ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին, ձեր մոտ ինչ տպավորություն են։ J.D. Vance-ի եւ ոչ միայն J.D. Vance-ի, այլ նաեւ Հական Ֆիդանի հայտարարությունները ես այո համարում եմ միջամտություն։ Միջամտություն, որովհետեւ երկու արտահայտությունն էլ արվել է ընտրություններ բառը զուգահեռ կիրառելով, ասելով, որ Հայաստանում ընտրություններ են տեղի ունենալու եւ քանի որ Փաշինյանը տանում է խաղաղության գիծը, ապա մենք աջակցելու ենք խաղաղության գծին։ Հայաստանում չկա նորմալ քաղաքական ուժ, որ առաջ չտանի խաղաղության գիծը, խաղաղության հարցը։ Պարզապես Փաշինյանը անում է քայլեր, որոնք որ ոչ թե իսկապես ապահովում են խաղաղություն, այլ պարզապես ապահովում են այդ պետությունների, այդ տերությունների շահերը տարածաշրջանում, փոխարենը ի վնաս հայ ժողովրդի շահերի եւ իրական խաղաղության Որն է ի վնաս մեր շահերի։ Ի վնաս մեր շահին առաջին հերթին այն է, որ մեր ինքնիշխան տարածքի վրա մեր իրավասությունները սահմանափակ են դառնում, մենք չենք կարողանում վերահսկել լիարժեք կերպով, ինքնիշխան կերպով ապրանքների եւ մարդկանց ելումուտը մեր երկրի տարածքով։ Մենք լիարժեք վերահսկելու դրա հնարավորությունը չունենք։
Իսկ այս իշխանությունները բանակցային ոչ այդքան կարողություններ ասեմ, ոչ էլ այդքան ցանկություն, ոչ էլ այլ բան ունեցան, որպեսզի կարողանան այնպես բանակցել, որ այդ փաթեթը մեզ համար շահավետ լինի։ Եթե այդ փաթեթը 74%-ը մեզ չի պատկանում է մասնավոր ընկերության, որը կարող է վերախաղարկել, վերավաճառել, ներգրավել այլ դերակատարների եւ այդ այլ դերակատարները կարող են հարևան Թուրքիայից կամ Ադրբեջանից մասնավորելի ընկերություններ գան եւ շահագործեն։ Մենք այդ դեպքում վերախաղարկելու, մենք այդ դեպքում չհամաձայնելու մեր շանսերը, մեր կարողությունները քչանում են։ Մենք ինքներս այս պարագայում ոնց որ ձգում ենք այն օղակը, որը գցած է մեր վզին։ Եվ հիմա դրա համար շատ པարզ ասում ենք, այո, ստեղծել եք դուք այնպիսի վիճակ, որ մենք Դե ասում են հիմա դուք ինչ եք անել, եթե կայք իշխանության դուք շարունակելու եք այդ ծրագրերը, թե ոչ։ Այ գիտեք խնդիրը ինչու՞մն է, ոնց որ դու ստեղծես մի հատ իրավիճակ, մեկին բրթես գցես ճահիճը, ասես դե բա ինչ պետք է անես, պետք է ուրեմն sense թափ անես քո ձեռքերով, հասկանալի է, որ եթե դու ընկել ես ճահիճը, երբ որ անկանոն շարժումներ անես, կտրուկ շարժումներ անես, ավելի կմխրճվես ճահիճը։ Հիմա մեզ գցել են ճահիճը, մենք ասում ենք ինչի եք մեզ գցել ճահիճ, ասում են դե հիմա արդեն մենք ճահիճն ենք ընկել, մենք մեղավոր չենք, որ մենք մտել ենք ճահիճը։ Մտել ենք ճահիճը, պետք չի կտրուկ քայլեր անել, այո, եթե հիմա մենք սկսենք կտրուկ քայլեր անել, ավելի կխրվենք ճահիճի մեջ։ Մենք ասում ենք փոխարենը ոչ թե դանդաղ սկենք, այլ կարողանանք ինչ-որ մի հատ ճյուղից, ինչ-որ մի հատ թփից բռնվելով կամաց դուրս գանք այս վիճակից։ Այդ ճյուղ ինչպես է կանելու, ինչպես վերաբանակցելն է, այո, վերաբանակցելն է։ Պայմանները վերաբանակցելն է։ Այդ 24%, 26%-ը, որ մեզ է պատկանում այդ բաժնեմասը, մենք դրանով այդ բաժնեմաս ունենալով կարողանում ենք վետո կիրառել տարբեր հարցերի շուրջ համատեղ ընկերության որոշում կայացնելու համար։ Մենք չենք տեսնում, որ կարողանում ենք այդ վետոն կիրառել։ Ոնց ենք անում, եթե անխոչնդոտ բառը ֆիքսված է, անխոչնդոտի պարագայում մենք ոնց ենք կարողանում։ Չի կարող էլի համ վետո լինել, համ անխոչնդոտ լինել։ Իրար փող բացառող բաներ են, ջուրն ու կրակը իրար փող բացառող են։ Վետոն ու անխոչնդոտը իրար փող բացառող են։ Այդպես խոսելով չի։ Իրենք շատ այլ բաներ են ասում, ռիսկեր առաջանա կկառավարենք։ Հա, այդ տենց ինչ որ գրքերում այդպես է գրված, որ ռիսկերը կառավարվում են կամ ռիսկերը կառավարելի են։ Ասում ենք մեր կարծիքը կարող ենք հայտնել, եթե այլ կարծիքը կարող եք հայտնել, բայց այդ կարծիքը ոչ ոք կարող է չլսել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մենք կարող ենք օրինակ ասել, որ մենք համաձայն չենք, որ մեր երկրում օրինակ երրորդ ուժ լինի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն էլ կարող են շատ այդպես սիրուն ժպտալ եւ չլսել ձեզ օրինակ, որովհետեւ երբ որ խոսքը գնալու է նրանց շահերի մասին, գիտեք, չի էլ կարելի, ես այստեղ չեմ եկել մեղադրելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իրենք իրենց շահերն են անում։ Եվ իրենք ցույց են տվել տարբեր երկրներում, որ եղել են իրավիճակներ, որ ներկայ են եղել, ներկայություն են ապահովել, ենթակառուցվածքներ են ստեղծել միլիարդավոր դոլարներ, Աֆղանստանում տրիլիոնի կարգի դոլարների ներդրումներ են արել, հետո իրավիճակ է փոխվել շատ լրջորեն եւ իրենք հեռացել են։ Հիմա ինչ է լինելու մեզ հետ, եթե այդպիսի մի հատ իրավիճակ լինի։ Ինչ է, մենք այնքան ենք ոնց որ դառնում գերի, որ հետո եթե մեր հակառակորդ պետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներին մի հատ լավ ծառայություն մատուցի ասի, բայց փոխարենը պետք է օրինակ թրիփի երկարությամբ 1 ստեղծենք լրիվ ապառազմականացված գոտի, չեզոք գոտի, Հայաստանի Հանրապետության բան չպետք է տարածվի ու դու վերցրու այդ ճնշման լծակները դու ունես եւ վերցրու քո ձեռքը, եթե այսինքն կարող են գործարքի գնալ, բայ իհարկե, մենք կարող ենք այդ դեպքում մեղադրել, չէ, պետությունը իր շահերն է առաջ տանում։ Հիմա այսպեսի աջակցության դեպքում ինչ է կարծում, ինչ հնարավորություններ ունի ընդդիմությունը, նաեւ այսօր մամուլում տեղեկություններ կար, որ Եվրամիությունը եւս աջակցելու է իշխանություններին ընտրություններից առաջ եւ վիզաների ազատականացման գործընթացը ավելի առարկայական փուլ է մտնելու։ Այսինքն այսպեսի աջակցություն ունեցող իշխանությանը հնարավոր է հեռացնել մեն ժողովրդի քվեարկությամբ։ Եկեք նախ եւ առաջ ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը երբեք այսքան նվազ չի եղել։ Այսքան նվազ, որ աշխարհի տարբեր երկրներ ուղիղ տեքստով աջակցեն գործող իշխանություններին։ Սա Հայաստանի ինքնիշխանության շրիշակից ներքև գտնվելու մասին է խոսում։ Սա եկեք արձանագրենք։ Ինչքան որ դրսից է միջամտությունը լինում մեր գործերին, այնքան դա նաև նշանակում է, որ ժողովրդի մեջ չկա այդ աջակցությունը։ Եթե այդ դերակատարները տեսնեին, որ ժողովուրդը լիարժեք աջակցում է Փաշինյանին, նրանք այդպիսի հայտարարություններ անելու կարիք չէին ունենալու։ Ժողովուրդը լավ հասկանում է, որ այդպես
նշաններ ցույց տալով, խաղաղություն ասելով, մեղր ասելով բերանը չի քաղցրանալու, ժողովուրդը շատ լավ գիտակցում է դա։ Բայց գիտակցում է ժողովուրդը։ Օրինակ մենք հարցումները երբ անում ենք, տեսնում ենք, որ շատերը ողջավորված են խաղաղության օրակարգից։ Շատերն ասում են, որ շատերը չեն, մարդիկ որոշ, ես չեմ կարող ասել շատ են թե քիչ են։ Մարդիկ կան, ովքեր ասում են, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ է, անվտանգություն կարող են ապահովել։ Այսինքն այս օրակարգերը արդյոք անտարբեր է այս օրակարգի նկատմամբ ժողովուրդը։ Չէ, իհարկե անտարբեր չէ ժողովուրդը այս օրակարգի նկատմամբ եւ բոլորն էլ ուզում են խաղաղություն։ Այդպիսի մարդ չկա, որ չուզենա խաղաղություն։ Դա նորմալ չի լինի, որ մարդը չուզենա խաղաղություն։ Բայց այդ հարցումների վրա հիմնվելով շատերը հարաբերական է ասված, մեր հարցումները ցույց են տալի, որ դեռևս այո, առաջին տեղում Փաշինյանն է, դեռևս առաջին տեղում ինքն է, բայց ինքը ամբողջական փաթեթին չի տիրապետում։ Ինքը միանձնյա իշխանություն կազմելու հնարավորություն չունի։ Այս պահի դրությամբ անգամ իր սատելիտ ուժերի հետ, իր արբանյակների հետ իշխանություն կազմելու հնարավորություն չունի, եւ եթե ընդդիմադիր դաշտում արդյունավետ պրոցեսներ տեղի ունենան, 3 բլոկ արդեն այդպես ձևավորվել է, Աստծո կամոք 4-րդ բլոկն էլ որ կձևավորվի, շանսերը բավական մեծ կլինեն այս իշխանություններին պարտության մատնելու եւ ի վերջո պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի ունենա։ Իսկ եթե չլինի տեղի հաղթի ամեն դեպքում իշխանությունը ամեն գնով, ամեն ձևով, արգելելով մեկին, բռնելով մյուսին, տղականչելով տարբեր ցալքերից աշխարհի, դրանով հայոց պատմությունը չի ավարտվելու։ Եվ ինչ է լինելու այդ դեպքում։ Շարունակվելու է հայոց պատմությունը։ Բայց իշխանությունը փաստորեն Փաշինյանի ձեռքն է լինելու։ Դուք հավանական համարում եք, որ ընտրություններից հետո այդ մասին բանենք մտել։ Ընտրություններից հետո նկատի ունեմ ուշացած չէ ինչ որ քայլերը, որ ձեռնարկվեն։ Դեք եթե կարողանում ենք հասնել արդյունքի, շատ լավ է լինում։ Եթե չենք կարողանում արդյունքի հասնել, հա, շատ վատ է լինում, բայց դա չի նշանակում, որ ուրեմն մենք պետք է, չգիտեմ, ինչ անենք, ինքնասպան լինենք կամ չէ, աշխատել դրա համար էլ աշխատում ենք ամեն օր գիշերը ցերեկ դարձրած, ցերեկը գիշեր դարձրած աշխատում ենք։ Բայց դրանից չի փոխվում Փաշինյանի ծրագրերը։ Մենք տեսնում ենք օրինակ ընդդիմությունն էլ է աշխատում, խորհրդանական ընդդիմությունը, բայց Փաշինյանը վերջո ինչ որոշել է, արել է եւ որևէ մեկը չկա խանգարող։ Այսինքն եթե այդքան կործանարար ընթացք է, կասեցնել հնարավոր չի լինի։ Դե դա նրանց է, որ ինչպես որ նշեցինք, պետական իշխանությունը բռնազավթված է։ Այն ինչ որ ինքը արել է, ինքը բազմաթիվ հանցագործությունների միջոցով է արել։ Այդ հանցագործությունների վերաբերյալ հայահաղորդումներ են տրվել։ Բայց քանի որ մեղնել է իրեն ձեռքը, մուրճնել է իրեն ձեռքը, դրա համար օրինական ճանապարհներով ընթացք չի ստացել։ Հիմա դուք ասում եք, եթե դա անօրինականությամբ շարունակեն ու բռնությամբ իշխանավարեն, շարունակեն իշխանավարել, իշխանություն պահպանել, այդ դեպքում արդեն պետք է հասկանանք, ուրիշ ինչ հնարավորություն է։ Եթե մեզ իրավական, օրինական հնարավորություններից զրկում են, այդ շատ վատ է։ Ես այդ մասին հիմա այստեղ միջակետ եմ դնում, կահավել ճիշտ կախման կետեր եմ դնում, չեմ ուզում խոսել։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալ եմ։ Զրուցում է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։